մտովի շրջում ենք, նայում ենք մեր անցած օրերին, նայում ենք մեր անցած ամիսներին և հիշում ենք մեր հաջողությունները, հիշում ենք մեր ձախողումները, հիշում ենք մեր ուրախ պահերը, հիշում ենք մեր տխրությունը։ Տարվա մեջ եղան ցավալի օրեր, տարվա մեջ եղան ուրախ օրեր, ոմանք ձեռք բերեցին իրենց կողակիցներին, ոմանց կյանքից հեռացավ իրենց սիրելիներից մեկը, և այս ամեն բաների մեջ մենք կանգնում ենք և հարց ենք ուղղում. Որտեղ է Աստված, որտեղ է Աստված մեր կյանքի ամեն պարագայի մեջ, արդյոք նա ներկա է մեր կյանքի ճանապարհին, թե ոչ, և մեր կյանքի փորձառությունները երբեք հաճախ շփոթեցնում են մեզ, որովհետև մանավանդ ցավի և դժվարության մեջ մենք հաճախ չենք զգում կամ չենք տեսնում կամ չենք գիտակցում, որ Աստված ներկա է նույնիսկ մեր կյանքի ամենադժվար օրերի մեջ։ Տեղի են ունենում դեպքեր, իրադարձություններ, որ մարդկային տրամաբանությամբ հնարավոր չէ հասկանալ։ Մարդկային տրամաբանությունը այլ բան է ասում, մենք չենք կարողանում հասկանալ, և հենց այդ ժամանակ է, որ սկսում է գործել հավատքը, հենց այդ ժամանակ է, որ պետք է հավատքը, որովհետև մեր հավատքը տանում է մեր բանականությունից այն կողմ, և հավատքով տեսնում ենք բաներ, որ չենք կարող միգուցե տեսնել մարդկային տրամաբանությամբ։ Հավատքը չի սկսվում այն ժամանակ, երբ ամեն բան պարզ ու տրամաբանական է։ Հավատքը սկսվում է այնտեղ, որտեղ մարդկային միտքը իզորու չէ հասկանալ, որտեղ մարդկային միտքը սահմանափակ է, բայց և այնպես մենք որպես մարդ արարած որոշում ենք, ընտրում ենք վստահել Աստծուն։ Եվ այսօրվա մեր պատգամը հենց դրա մասին է, Հովսեփի պատմությունը հենց դրա մասին է, որ Հովսեփը կանգնեց մի իրավիճակի առջև, որտեղ մարդկային տրամաբանությամբ չէր կարող բացատրել, թե ինչ է տեղի ունենում։ Անցյալ շաբաթ մենք լսեցինք Մարիամի մասին պատգամը, և Հովսեփը իմացավ, լսեց, որ իր նշանածը Մարիամը հղի է, բայց ոչ իրենց հարաբերության արդյունքում։ Եվ պատկերացրեք Հովսեփի վիճակը։ Հեշտ էր հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Բնականաբար ոչ։ Եվ Հովսեփը մտորում էր սրա մասին, մտածում էր, թե ինչ է տեղի ունենում։ Եվ որ այդ մտածմունքների մեջ էր, ինչ աներ Հովսեփը։ Երկնային պատգամաբերն է գալիս, երկնային պատգամն է գալիս, որը սկսվում է այսպես. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր։ Այստեղ է, որ հավատքը գործի է անցնում, և այդ պատգամը կարծես փոխեց Հովսեփի միտքը, Հովսեփի այդ ահավոր վիճակը, կարող ենք ասել ոչ միայն Հովսեփի միտքը փոխեց, Հովսեփի կյանքը փոխեց, այլ նաև փոխվեց Հովսեփի շուրջը գտնվող մարդկանց կյանքը, և առավել ևս կարող ենք ասել, որ դա փոխեց մարդկության պատմության ընթացքը։ Այսօր, սիրելիներ, պիտի ընթերցենք Աստծո Սուրբ Ավետարանից, Մատթեոսի ավետարանից, առաջի գլուխ 18-ից 25 համարները։ Լսենք Աստծո խոսքը։ Հիսուս Քրիստոսի ծնունդը այսպես եղավ. նրա մայրը Մարիամը Հովսեփի հետ նշանած էր։ Նախքան նրանց միմյանց մերձանալը, Մարիամը հղիացավ Սուրբ Հոգուց։ Նրա ամուսինը Հովսեփը, որ արդար էր, և չէր ցանկանում նրան խայտառակել, մտածեց գաղտնի արձակել նրան։ Եվ մինչ նա այդ մասին էր խորհում, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց նրան ու ասաց. Հովսեփ, Դավթի որդի, մի վախեցիր քեզ մոտ առնել քո կնոջը, Մարիամին, որովհետև նրա մեջ ծնունդ առածը Սուրբ Հոգուց է։ Նա որդի պիտի ծնի, և նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի իր մեղքերից։
Այս ամենը եղավ, որպեսզի իրականանար Տիրոջ կողմից մարգարեի միջոցով ասվածը. ահա կույսը կհղիանա եւ որդի կծնի եւ նրան կկոչեն Էմանուել, որ նշանակում է Աստված մեզ հետ։ Եվ Հովսեփը քնից արթնանալով արեց այնպես, ինչպես Տիրոջ հրեշտակը հրամայեց իրեն, եւ իր կնոջը իր մոտ առավ, եւ նրան չմերձացավ, մինչև նա ծնեց իր անդրանիկ որդուն, եւ նրա անունը Հիսուս դրեց։ Եկեք աղոթենք։ Սիրելի Հայր, խոնարհվում ենք քո առջևը Տեր, խոնարհվում ենք քո մեծության առջև եւ շնորհակալություն ենք հայտնում այս քո որդու հրաշափառ աշխարհ գալու համար Տեր։ Եվ խնդրում ենք Տեր, հիմա բացես մեր միտքը, մեր սիրտը, որպեսզի կարողանանք հասկանանք քո խոսքի խորությունը։ Հիսուս Քրիստոսի անունով, ամեն։ Սիրելիներ, եւ որ կարդում ենք Մատթեոսի ավետարանը, տեսնում ենք, որ Հովսեփը արդար մարդ էր։ Հովսեփը արդար մարդ էր, ով ձգտում էր Աստծուն հաճելի կյանք ապրել։ Մենք գիտենք, որ արդար լինելը այդքան էլ հեշտ չի։ Երբեմն արդարությունը կանգնեցնում է մեզ դժվար ընտրությունների առջև։ Հովսեփը արդար մարդ լինելով կանգնած էր երկընտրակի առջև, եւ որն էր այդ երկընտրանքը։ Եվ որ իմացավ իր նշանածը հղի է, երկու տարբերակ ուներ։ Մտածում էր մարդը, ինչ պիտի անեմ։ Կամ պիտի բաժանվեմ հրապարակայնորեն խայտարակ անելով, կամ գաղտնի պիտի բաժանվեմ։ Եվ քանի որ Հովսեփը սիրում էր Մարիամին, մտածում էր երկրորդ տարբերակի մասին, ուզում էր գաղտնի արձակել Մարիամին։ Եվ այդ մտքերի մեջ ինքը եւ որ սկսում էր մտածել, որպեսզի Մարիամին խայտարակ չանի խուսափի ավելորդ վիճաբանություններից, հրեշտակը գալիս եւ կանգնում է եւ ասում է՝ մի վախեցիր Հովսեփ, մի վախեցիր Մարիամին կնություն առնել, որովհետեւ նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է։ Եվ ինչպես գիտենք, այս խոսքը փոխեց ամեն ինչ։ Հովսեփը, սիրելիներ, միգուցե չհասկացավ ամեն մանրամաս։ Չհասկացավ ինչ է տեղի ունենում, բայց նա նախընտրեց վստահել Աստծուն։ Նա ընտրեց հնազանդվել Աստծուն, պաշտպանել Մարիամին եւ այդ ժամանակ պաշտպանել փոքրիկ Հիսուսին Փրկչին։ Եվ Աստվածաշնչում մենք բազմիցս կարող ենք հանդիպել պատմությունների մարդկանց, ովքեր դժվար պահին, ովքեր անորոշության մեջ որոշում են հնազանդվել Աստծուն։ Չգիտեն ինչ պիտի տեղի ունենա, ինչ է սպասվում իրենց ապագայում, բայց իրենք որոշում են հնազանդվել Աստծուն։ Կարող ենք հիշել Աբրահամի օրինակը։ Եվ որ Աստված ասում է դուրս արի քո բնակարանից եւ պիտի գնաս։ Աբրահամը չգիտեր ուր է գնալու, ինչ է լինելու իրեն հետ, բայց որոշեց հնազանդվել Աստծուն։ Եվ որ Դանիելի պատմությունը կարդում ենք, Դանիելը գիտենք, որ հրաման է արձակվում, որ չաղոթեք կամ չխնդրեք ոչ մեկից, ոչ մի բան, բացի թագավորից։ Ինչ է անում Դանիելը։ Դանիելը նորից լուսամուտները բացում է եւ իր աղոթքն է անում։ Գիտեր եւ որ այդ քայլն անի, իրենը սպասվում է առույցների գուբը։ Բայց նա որոշեց իր Աստծուն հավատարիմ լինել։ Ինչպես նշեցինք, անցյալ շաբաթ մենք խոսեցինք Մարիամի մասին։ Եվ որ հրեշտակը գալիս է ասում է, որ դու որդի պիտի ծնես։ Մարդկային տեսանկյունից անտրամաբանական է, հնարավոր չէ, բայց Մարիամի պատասխանը սա էր. ահա ես Տերոջ աղախինն եմ, թող լինի ըստ քո խոսքի։ Մարիամը նույնպես որոշեց հնազանդել Աստծուն։ Այս բոլորը, սիրելիներ, հավատքի դրսևորում է։ Հավատք, որ միգուցե, գիտեք, մենք բոլոր հարցերի պատասխանը չունենք։ Հնազանդվում ենք Աստծուն, բայց հարցեր կան, որ անպատասխան են մնում, բայց նույնիսկ այդ անորոշության մեջ, նույնիսկ այդ խնդիրների մեջ մարդիկ որոշեցին հնազանդվել Աստծուն։ Սկզբում երբեմն թվում է անտրամաբանական, հարցեր են գալիս, որտեղ է Աստված, ինչ է լինելու,
հնարավոր է ամեն բան ձախողվի, հնարավոր է ամեն բան քանդվի, սակայն Աստծուն վստահողները սիրելիներ միշտ տեսնում են, որ նրա խոստումները իրականանում են։ Եվ Հովսեփի պատմությունը դրա կենդանի վկայությունն է, որովհետև հենց Հովսեփի օրերում կատարվեց դարեր առաջ ասված մարգարեությունները։ Հիսուսի մասին շատ մարգարեություններ կան, բայց ես կուզեմ մեկը առանձնացնեմ, Միքիայի մարգարեությունը, որ նույնպես Միքիան մարգարեացել էր Հիսուս Քրիստոսի ծնունդի մասին։ Եվ այդ մարգարեությունը հնչել էր այսպես. Բեթլեհեմ Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, բայց քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, ով իշխանավոր պիտի լինի Իսրայելին։ Ամեն Աստծո խոսքին։ Աստված խոստացել էր, որ Մեսիան պիտի գա, Մեսիան պիտի ծնվի եւ նա պիտի լինի Բեթլեհեմից։ Բայց Հովսեփն ու Մարիամը ապրում էին Նազարեթի մեջ։ Ինչպես պիտի տեղի ունենար, ինչպես պիտի այս ամեն մարգարեությունը իրականանար։ Եվ այս մարգարեությունը իրականացնելու համար Աստված օգտագործում է Օգոստոս կայսրին։ Եվ Օգոստոս կայսրը մարդա համար է հայտարարում եւ ասում է, որ ամեն մարդ պետք է գնա իր քաղաքը եւ մասնակցի մարդա համարին։ Հովսեփն ու Մարիամը անկախ դժվարությունից, քանի որ հղի էր, քանի որ վերջին օրերն էին, պետք է գնային եւ մասնակցեին մարդա համարին եւ գնացին Բեթլեհեմ։ Եվ որ նայում ենք մարդկային տեսանկյունից, այս հրամանը պարզապես քաղաքական որոշում էր, բայց աստվածային տեսանկյունից եւ որ նայում ենք, սա մարգարեության իրականացում էր։ Եվ մենք տեսնում ենք, թե Աստված ինչպես է ներգրավված մարդկային պատմության մեջ։ Նա օգտագործում է անգամ կայսրերին, որպիսի իր ծրագիրները իրականանան այս երկրի վրա։ Եվ նա օգտագործում է թե կայսրին, թե հասարակ մարդկանց, որոնց միջոցով Աստծո ծրագիրը իրականանում է այս երկրի վրա։ Թե հրեային, թե հույնին Աստված օգտագործում է իր փառքի համար։ Գիտեք, հրեաները հաճախ մտածում էին, որ Աստված գործում է միայն իրենց ժողովրդի մեջ, սակայն մենք տեսնում ենք, որ Աստված ակտիվ գործունեություն է ծավալում բոլոր ազգերի մեջ։ Մենք որպես մարդ սահմանափակում ենք Աստծո գործունեությունը։ Հրեաները սահմանափակում էին ասելով, որ Աստված միայն մեր Աստվածն է։ Եվ Աստված տեսնում ենք, որ օգտագործեց այս կայսրին իր որոշումները, որպեսզի իր խոստումները կատարվի, եւ ոչ ոք չի կարող ասել, որ Աստված միայն մեկ ժողովրդի պատմության մեջ է գործել։ Աստված գործում է ամենուրեք, ամենտեղ, մեր մարդկային տրամաբանությունից դուրս։ Սիրելիներ, գիտեք, այսօր էլ որոշ եկեղեցիականներ մտածում են, որ Աստված գործում է միայն եկեղեցու մեջ, հավատացյալի կյանքում, աղոթքի կամ պաշտանունքի ժամանակ, բայց այս պատմությունը նաև Քրիստոսի ծնունդը մեզ ցույց է տալիս, որ Աստծո գործելակերպը զանազան է։ Նա գործում է ոչ միայն եկեղեցում, այլ ամենուրեք։ Ամեն տեղ Աստված ակտիվ գործում է։ Եվ եթե գործի միայն եկեղեցու մեջ, մենք ինչպես ենք ապաշխարում։ Ինչպես է անհավատ մարդը ապաշխարում։ Սուրբ Հոգին գործում է անհավատի կյանքում։ Աստծո խոսքն ասում է դրան մոտ կանգնած թակում եմ դուռը։ Եվ որ մենք անհավատ էինք, Սուրբ Հոգին գործում էր մեր ներսում, որ մենք գանք Քրիստոսին։ Ինչ է ասածս, որ Աստծո գործը սիրելիներ չի սահմանափակվում միայն այս տարածքով։ Աստծո գործը չի սահմանափակվում միայն եկեղեցով։ Աստված ավելի մեծ է եւ Աստծո գործունեությունը ավելի մեծ է եւ Աստված օգտագործեց այս կայսրին իր մարգարեությունը, իր ծրագիրը իրականացնելու համար եւ մենք սիրելիներ, սրանից ինչ դաս ենք քաղում, որ Աստված ներկա է մեր կյանքի նույնիսկ ամենամանրուքի մեջ։ Եթե հարցեր կան, մենք պատասխաններ չունենք, եթե հարցեր կան, չգիտենք ինչ պիտի տեղի ունենա, վստահ եղեք, որ ճիշտ ժամանակին Աստված յուրաքանչյուր հարցի պատասխանը պիտի տա։ Սիրելիներ, հենց այստեղ է պետք հավատքը։ Հենց այստեղ է հավատքը պետք, եւ որ մենք կարծես չենք հասկանում։ Եվ որ մենք կանգնում ենք դժվարության եւ խնդիրների առջև։ Հավատքը պահանջում է քայլ անել այնտեղ,
որտեղ միտքը չի հասկանում։ Եվ Հովսեփը չգիտեր, թե ինչպես պիտի ծավալվի այս պատմությունները, ինչ դժվարությունների առջև պիտի կանգնի, բայց Հովսեփը վստահեց Աստծուն։ Հովսեփը չէր կարող բոլոր մարդկանց խոսակցությունները լռեցնել։ Մեր լեզվով ասած չէր կարող բոլոր մարդկանց բերանը փակել, բայց նա անկախ ամեն ինչից որոշեց վստահել Աստծուն։ Որոշեց վստահել Աստծուն չվախենալով ապագայից, չվախենալով թե ինչ պետք է տեղի ունենա։ Եվ Հովսեփի հնազանդությունը դարձավ օրհնություն իր ընտանիքի համար, Հովսեփի հնազանդությունը կարող ենք ասել դարձավ օրհնություն ողջ աշխարհի համար, որովհետև ինքը հավատարիմ մնաց, հնազանդվեց Աստծուն եւ կարող ենք ասել իր հայրական դերը կատարեց թե Քրիստոսի կյանքում, թե որպես ամուսին Մարիամի կյանքում։ Եվ Հովսեփի շուրջը մթնոլորտը փոխեց, որովհետև հավատքով քայլեց։ Եվ սիրելիներ, մենք էլ, եւ որ վստահում ենք Աստծուն, ոչ միայն մեր կյանքն է փոխվում, այլ մեր հնազանդությամբ կարող է մեր շուրջը փոխվել։ Մեր հնազանդությունը կարող է նաև օրհնություն բերել մեր ընտանիքի մեջ։ Մեր հնազանդությունը կարող է օրհնություն բերել մեր եկեղեցու մեջ։ Հնազանդությունը կարող է օրհնություն բերել նաև մեր հայրենիքի մեջ։ Նորից եմ ասում, անկախ ամեն ինչից, մենք հասկանում ենք, թե չէ, ինչ է տեղի ունենում, Աստված հնազանդություն է ուզում։ Ուզում է, որ մենք ամբողջ հոգով եւ ամբողջ սրտով հնազանդվենք Տիրոջը։ Եվ այդ հնազանդությունը դառնում է օրհնություն բոլորի համար։ Սիրելիներ, մենք այս պատմության մեջ լիարժեք տեսնում ենք Հովսեփի հնազանդությունը, սակայն այս պատմությունը իրականության մեջ Հովսեփի մասին չէ։ Այս պատմությունը Հիսուս Քրիստոսի ծննդի մասին է։ Եվ գագաթնակետը Քրիստոսի ծնունդն է։ Եվ Հիսուսի ծնունդը սովորական ծնունդ չէր, դա Սուրբ Հոգուց հղացած ծնունդ էր։ Երբ Աստծո հավերժական որդին որոշեց մարմին հագնել, որովհետև պատմության մեջ յուրաքանչյուր թագավոր ձախողվեց։ Եվ պատմության մեջ մենք տեսնում ենք, որ ոչ մի իշխան, ոչ մի ուսուցիչ, ոչ մի եկեղեցիական հայր, քահանա չէին կարող մարդկությանը վերջնական ազատագրում բերել։ Եվ պետք էր անհրաժեշտ էր Աստծո անմիջական միջամտությունը։ Եվ մենք տեսնում ենք, որ Աստված որոշեց, Աստված տեսավ, եւ երբ ժամանակի լրումը հասավ, Աստված իր որդին ուղարկեց եւ որը ծնվեց կնոջից։ Ամեն մեկիս համար, ամեն մեկիս փրկության համար։ Եվ հրեշտակը Հովսեփին ասում է. Հովսեփ, մի վախենա։ Եվ ադմանուկը ծնվի, ինչ պիտի անես, նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա պիտի փրկի մարդկանց իրենց մեղքերից։ Եվ Հիսուսի անունը մենք գիտենք, որ նշանակում է Տերը փրկում է, եւ Հիսուսը եկավ ազատելու մեզ մեղքի կապանքներից։ Հիսուսը եկավ մեզ ազատելու մեղքի կապանքներից եւ վերադարձնելու հոր գիրկը։ Հոր գիրկը բաց է։ Հայրը սպասում է գիրկը բաց։ Ինչպես անառակ որդու պատմության մեջ հայրը սպասում էր իր որդուն, այնպես էլ այսօր Աստծո գիրկը բաց է։ Եվ Հիսուսի ծնունդը հնարավորություն է տալիս, որ մենք վերադառնանք մեր սիրող հոր գիրկը։ Դրա համար Հիսուս թողեց երկնային փառքը, եկավ, ծնվեց, մարդկային մարմին հագավ, չարչարվեց ամեն մեկիս համար, որ մենք կարողանանք վերադառնալ մեր հոր գիրկը։ Գիտեք ինչ սիրելիներ, Աստված միշտ ներկա է։ Պատկերացրեք Աստծո ներկայությունը միշտ կա։ Մենք ենք, որ երբեմն չենք տեսնում։ Մենք ենք, որ երբեմն բաց ենք թողում եւ մեր դժվարությունների մեջ ասում ենք՝ ուր է Աստված։ Օրինակով փորձեմ բացատրել։ Օրինակ արևը կա ամեն ժամանակ։ Եվ որ մենք բացում ենք մեր տան լուսամուտները, արևի ճառագայթները ներթափանցում են մեր տունը, ջերմացնում են մեր տունը, լուսավորում են մեր տունը, բայց եւ որ մենք իջնենք նկուղը մտնենք եւ փակենք մեր լուսամուտները, մեր սենյակները,
Արևը չի կարող ներթափանցել։ Արևը դեռ կա, դրսում է, արևը կա, բայց մենք չենք ուզում տեսնել այդ արևի շողերը, մենք չենք ուզում ջերմանալ։ Նույն ձև Աստված գործում է մեր կյանքերի մեջ։ Աստված ակտիվ գործում է մեր կյանքերի մեջ, բայց երբեմն մենք թաքնվում ենք, մենք հետ ենք քաշվում, մանավանդ դժվարությունների մեջ, նեղությունների մեջ եւ ասում ենք՝ ուր է Աստված մեր կյանքում։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ Աստված միշտ ներկա է եւ Աստված եկավ այս աշխարհ, որպեսզի փրկի ինձ եւ քեզ։ Եվ միգուցե այսօր դու հարցեր ունես, ինչու այս բանը իմ հետ այսպես պատահեց։ Եվ Հովսեփի պատմությունը գալիս եւ ասում է, այո, մեր կյանքում կան անտրամաբանական բաներ, բայց կարևոր է, որ հավատքով Տիրոջը վստահենք։ Եվ Հիսուսը եկավ փրկելու մեզ մեր այդ մեղքի կապանքներից։ Մեր ամենամեծ կարիքը ո՞րն էր, սիրելիներ։ Մեր ամենամեծ կարիքը դա փրկությունն է։ Եվ Աստված եկավ փրկություն բերելու ամեն մեկիս համար։ Նրա անունը Հիսուս պիտի դնես, որովհետև նա իր ժողովրդին պիտի փրկի մեղքից, ոչ միայն հռովմիացիների լծից, այլ պիտի փրկի Հիսուսը իր ամբողջ աշխարհին իրենց մեղքերից։ Եվ փառք Աստծուն Հիսուսի հրաշափառ ծնունդի համար։ Եվ նաև հրեշտակն ասում է, որ Եսայի մարգարեությունն է մեջ բերում, ասում է, ահա կույսը կհիրանա եւ որդի կծնի, եւ նրա անունը եւ նրան կկոչեն Էմանուել։ Եվ Էմանուել նշանակում է Աստված մեզ հետ է։ Աստված մեզ հետ է թե մեր կյանքի սկզբից, Աստված մեզ հետ է մեր կյանքի ընթացքի մեջ եւ Աստված մեզ հետ է մեր կյանքի վերջին օրերի մեջ, նույնիսկ մեր ամենադժվար օրերի մեջ, մահվան մահիճում նույնիսկ Աստված մեզ հետ է։ Եվ Մատթեոս ավետարան 28-րդ գլուխ 20 համարն ասում է. ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը։ Հիսուս Քրիստոս մեզ հետ էր երեկ, մեզ հետ է այսօր եւ մեզ հետ պիտի լինի վաղը։ Հավատքով կանգնենք եւ վստահենք Քրիստոսին։ Սիրելիներ, ամփոփելով կարող ենք ասել, որ Հովսեփի այս պատմությունը մեզ հիշեցնում է, որ Աստծո ծրագրերը երբեմն կարող են տարօրինակ թվալ, նույնիսկ կարող են վախեցնող թվալ, բայց երբ մարդ որոշում է հնազանդվել Աստծուն, մենք տեսնում ենք, որ մենք դառնում ենք իր խոստումների մասնակիցը։ Եվ ինչպես Հովսեփի ընտրությունը, ինչպես Հովսեփի հնազանդությունը եղավ օրհնություն, Աստծո ձեռքերի մեջ մենք էլ կարող ենք օրհնություն լինել Աստծո ձեռքերի մեջ եւ օրհնություն լինել մեր գտնված վայրերում։ Սիրելիներ, թող որ այս նոր տարին սկսենք այս հավատքով, որ նույնիսկ այն բաների մեջ, որը մեզ համար անտրամաբանական է, որ չենք հասկանում, հավատքով մղվենք եւ հասկանանք, որ Աստված իր ժամանակին իր պտուղը պիտի տա եւ թող որ մեր սրտերը միշտ բաց լինեն նրա լույսի առջև եւ մեր կյանքերը լինեն Աստծո խոսքի այդ վկայությունը, լինեն մեր կյանքերը լինի արտացոլանք Աստծո փառքի համար։ Տերը օրհնի մեզ